Պետրոս Արաքյալն ասում է, ծնողներ մի զայրացրեք ձեր որդիներին, իսկ որդիներն ասում է, հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Փող համաձայնություն է ստեղծում որդի եւ ծնող հարաբերության մեջ։ Երբ որ ծնողը իմաստուն է լինում եւ հասկանում է, չի զայրացնում իր զավակին, եւ զավակն էլ իմաստուն է լինում, փորձում է հնազանդ լինել իր ծնողին, հնարավորինս խաղաղ համատեղ կյանք է ստացվում։ Այսինքն մեկը մյուսին լրացնում, բայց ենթադրենք ծնողը զայրացել է։ Անհնազանդության համար զայրացել է։ Անհնազանդության համար զայրացել է ծնողը, ասենք։ Հիմա ինչ պիտի տեղ ունենա։ Մեկը պիտի սկիզբը դնի, եթե անկեղծ է իրենց հարաբերությունը, եթե ուզում են, որ իրենք համատեղ խաղաղ ապրեն, ուրեմն մեկը պիտի սկիզբը դնի, ասենք մեկը պիտի խոնարհվի։ Առաջինը մեկը քայլը պիտի անի։ Ինձ թվում է ծնողը եթե իմաստուն լինի, երեխան կարող է չի հասկանում շատ բաներ, ինքը առաջին քայլը անի։ Այսինքն ինքը չպիտի զայրացնի։ Գոնե չպիտի զայրացնի։ Եթե անկեղծ է իրենց մոտեցումը, ոչ մի շահադիտական լուրջ նկատակ չունեն, ուզում են իրապես խաղ համախ ապրել։ Անպայման մեկի քայլից հետո մյուսը կհետևի, բայց եթե անկեղծ չի իրենց նպատակ, ուզում են իշխել կամ ուզում են թելադրել կամ ծնողը կամ զավակը, կամ հարսը կամ սկեսուրը, կամ զոքանչը կամ փեսան, ես իմ չգիտեմ։ Բոլոր հարաբերություններն են նույնն, դրանք դիտվում են որպես ծնող զավակ հարաբերություն։ Այն ժամանակ չի ստացվում համակեցությունը։ Վաղ թե ուշ տանում է բաժանման, հա։ Այդ լռության մեջ միայն աղոթել, թե Սիրով, սեր, ներեք, որ ներվեք։ Եթե չես ներել, հասկանում ես, որ ջահել է, բայց աղոթքով ասենք։ Բնականաբար, աղոթքը ամեն ինչի դեղն է։ Իր մեջ էլ ասենք շտկի է։ Այո, ամեն ինչի դեղը աղոթքն է, հա։ Հետո եթե մենք ուզում ենք շտվի ու ղղվի, մենք մեզ պետք է սխալ համարենք։ Եթե դու չես քեզ սխալ համարում, Ջահել ժամանակը հիշում եմ ու այդ բանով եմ դատում։ Աստծո առջև դու քեզ սխալ ես համարում, հա, դու անկեղծ ուզում ես փոխվել, ոչ թե ձևականություն ես անում, ոչ թե պարտականություն ես կատարում։ Ես իմ կողմից ներեցի։ Հələ տենամ ինքը կների, թե չէ։ Հələ տենամ ես հարսը ոնց է իրան պահում, հələ ես տես ներեցի, չէ, էսի ներել չի։ Էսի ներել չի, էսա նշանակում է պարտականություն ես կատարեցի, իմ կողմից արեցի, մնացածը թող ինքը որոշ, չէ, անկեղծ։ Դու քեզ սխալ ես համարում, դու զղջում ես քո արածի համար, անկեղծորեն փոխվում ես։ Անկեղծորեն փոխվում ես։ Երբ որ դու անկեղծորեն փոխվեցիր եւ դիմացիներ էլ կա անկեղծություն, ուրեմն նա էլ կփոխվի։ Մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ, այս երկու տեղի ունեցավ։ Վայոց ձորի աշակերտներն են եկել, երեխաներ են։ Ասի երեխաներ ջան, հիմի տեսեք, ինչ եք կարծում, հեքիաթում պետք է չարը հաղթի թե բարին։ Բարին, անմիջապես։ Ասեցի, իսկ ինչ եք կարծում, դուք հեքիաթում եք, ձեր կյանքը հեքիաթ է թե չէ, ուզում եք հեքիաթ լինի։ Այո, ուզում ենք հեքիաթ լինի։ Ասի դե նես պիտի անեք, ձեր հեքիաթում բարին պիտի հաղթի, ոչ թե չարը։ Հիմա, եթե դուք ձեր ծնողներին չլսեցիք, ուրեմն չարը հաղթեց։ Վերցրեք, գրեք B, Չ։ B-ի տակ, Չ-ի տակ մի հատ մինուս դրեք։ Այդ պահին չարը հաղթեց։ Եթե լսեցիք ձեր ծնողներին, ուրեմն բարին հաղթեց։ Բարու տակ մի հատ պլյուս դրեք։ Օրվա վերջում հաշվեք։ Տեսեք, բարին է շատ թե չարը։ Եթե ավելի շատ բարի գործեր կատարեցիք, ուրեմն այդ օրը բարին հաղթեց ձեր կյանքում։ Եթե ավելի շատ չար գործեր արեցիք, չարը հաղթեց։ Հիմա, երբ որ ես այսպես խոսեցի, վերջացեցի, զգացի, որ կարող է երեխաները մանևրեն, անկեղծ չլինեն։ Ասի երեխեք ջան, հիմի տեսեք, բայց պետք է անկեղծ լինեք, էլի։ Դուք պետք է իրապես տեսնեք դասերը լավ սովորեցիք, թե կիսատ պրատ արեցիք, ասենք, չէ, որպես պարտականություն կատարեցիք, թե չէ։ Որ այդ պլյուսը ստանալու համար արեցիք, թե չէ։ Պետք է անկեղծ լինեք։
Մեկ էլ երեխեքից մեկը ինձ ինչ ասում, ասում է, եթե անկեղծ չեղանք, մի հատ չարի տակ մի հատ էլ մինուս պիտի դնենք։ Ասի դες պատասխան չէի լսել հələ։ Ասի մի 10 տարեկան երեխա է։ Ասում է, եթե անկեղծ չեղանք, ուրեմն չարի տակ մի հատ էլ մինուս պիտի։ Ասինքն այդ ոչ անկեղծությունն էլ է հաղթահարելի։ Այդ երեխու ասածի մեջ եթե ես հասկացա։ Այսինքն եթե անկեղծ չեղած դու համարի դա մի մեղք, փորձել դա նախ եւ առաջ անկեղծ լինել։ Ապշեցի, այդ 10 տարեկան երեխու մոտ այդ ես դες բան չի պատկերացնել։ Որ ինքը կասի դա էլ դա անկեղծություն ոչ անկեղծությունն էլ է դա մի մեղք։ Դա էլ համարենք մինուսների տակ թող գնա։ Փորձենք հաղթահարել։ Ոչ անկեղծության դիմաց մի հատ էլ պլյուս պդինենք։ Այո, բայց մենք այնքան կեղծավոր ենք լինում երբեմն։ Ու այնց թաքնված է, այդ կեղծիկը հենց այդ է։ Վտանգը կեղծիքի որն է, դու որ զգաս որ կեղծավոր ես, կհաղթահարես, բայց դու չես զգում։ Դու ինքդ քեզ էլ ես խափում։ Հիմա անկեղծություն ներսից է գալիս։ Երբ որ մարդը ներսից անկեղծ է, արդեն կորոշի թե ինչպես վարվի։ Դիմացինի մեղքը թաքցնի, թե չթաքցնի։ Երբեմն թաքցնելը կեղծավորություն է, երբեմն չթաքցնելը կեղծավորություն է։ Եթե ցավի պատճառես, լրում ես թաքցնում ես։ Բայց չես պատճառը ասում ես։ տարբեր է, դες դու միանշանակ չպետք է ասես։ Անկեղծություն ներսից պետք է լինի։ Իսկ դրսի անկեղծությունը պետք է իմաստությամբ կարգավորվի։ Երբեմն պետք է թաքցնենք մեղքը, երբեմն չպետք է թաքցնենք։ Հա? Բայց անկեղծություն ներսից պետք է լինի։ Օրինակ, երբ որ իսրայելացիները եկան Երիքովը գրավելու, օրնիկ Ռախաբը թաքցրեց լրտեսներին։ Ու պատկերացնում ես այդ մի արարքը առաքյալները հիշում են, գովում են, իսրայելացիները գովում են։ Պետրոս առաքյալն է հիշում, հետո Ռախաբը դարձավ Քրիստոսի սերունդից մեկը։ Այսինքն պատկերացնում ես, իսրայելացիներից մեկի կին դարձավ եւ դրա Քրիստոսի ազգաբանության մեջ Ռախաբը հիշվում է։ Ինչա թե լրտեսներին պահեց, թաքցրեց։ Հա։ Քաղաքը գրավվեց, բայց այդտեղ Աստծո հրամանն էր, որ դի գրավվեր։ Ինքը դարձավ Աստծո ծրագրի մի մաս։ Ընտրություն կատարած։ Այսինքն անկեղծություն ներսից պետք է լինի, մնացածը կարգավորվում է իմաստությամբ։ Ամեն։